Չանդ մեջ վստահությամբ, որովհետև քո աթորից շուրջ կան ողորմություն եւ շնորհք։ Եվ այս բոլորը կան քո կողմից, որովհետև դու հարուստ ես Տեր, քո ներկայությունդ ամեն ինչ ունի, որ կյանք կգոչվի։ Դու կյանք ունիս եւ ավելիով կյանք կուտաս։ Ամեն շունչի, ամեն մարմնի, ամեն մտքի, որ քեզի գուկա Տեր Հիսուս։ Այսօր լեցուր այս վայրը, բաշտամունքը, խոսքը, աղոթքը, Տեր որևէ բան առանց քեզի իմաստ չունի։ Որևէ բան առանց քեզի իմաստ չունի եւ նպատակ չունի Տեր, բայց քո ներկայությամբ այդ ամեն ինչ իմաստ կստանա, ամեն ինչ կնորոգվի։ Մեր սրտերը այսօր գուղենք քեզի նայելով, մեր աչքերը կհարենք քեզի, մեր հավատքին գադարելակորձողը, մեր բժիշկը եւ մեր առաջնորդը Հիսուսի անունով։ Ամեն։ Կամեցեք։ You may be seated. Այս արդու գուզեմ ցեզի խոսիլ արչև երթալու մասին, pressing forward, այսինքն արշավելու մասին։ Press forward, այսինքն նշանակե ջիկ ընել, չանք թափել, թեպի արչև հրել, համը որ գնա գանքնած լալ, գհրես արչև գերտա։ Գհիշեմ, որ մենք եւ որ Հայաստան կացինք, ասենք գնամ 30 տարի առաջ այցելության եւ առաջին սովետական օտոներեն, ավտոներեն պիտի քշեինք եւ միշտ կմարեր, չեր աշխատեր։ Վարեր, նույնիսկ երբ որ վարեր, չեր արարչև։ Միշտ մեզի գսեին խոտ դուր եւ չէինք հասկնար ինչ ասել է։ Միշտ այդպես գսեին, ես ալ չէի հասկանում, ինչեւ սորվեց, առաջին երկու անգամեն վերջ սորվեցա։ Պիտի վարես եւ վերջ գհրեն եւ կքալի։ Երբ որ այդ վարել եւ հրել եղավ, այլևս օքեյ ենք։ Ինչեւ որ նորեն մարիոտոն, մարելը անչադվելից հետո նորեն իմ պատմությունը պիտի սկսի։ Բայց հիշեմ, որ ինչքան պետք էր, որ այդ փուշը ըլլար, այդ հրելը ըլլար, որովհետև այդ ըլլալով արդեն ապահով կսկայինք։ Ես ինչու այս մեկը դվի, մեր կյանքերը շատ անգամ գնմանին այդ հին ավտոներուն, գամոտոներուն, որոնք գեցած են եւ չեն քալեր։ Գեղեցիկ են, լավ են, լավ մարկայով են, լավ որակով են, ամեն ինչով լավ են, բայց կգենան։ Բայց իրականության մեջ Աստված քո կյանքը այդպես չէ շինած։ Աստված քո կյանքը չէ շինած, որ գենա, stagnation-ի համար չէ շինած։ Աստված քո կյանքը շինած է, որպես քո կյանքը արչև երթա, իրմով լեցվի։ Աստված չէ շինած քո կյանքը, որպեսզի դու վերաբրիս։ You're not a survivor. Դու ապրող մնես։ The one who lives. Միտքեդ լման հանե, ով ինչ գնե քեզի։ Այդ խաղապարը, որ գնստի մարդուն մեջ շատ անգամ, ինձ այսպես եղավ։ Անուգեի, բզդիգեի, այս մարդը այդպես սրավ, այս դժվարություն եղավ, այս հիվանդություն եղավ, այս անեծքը եղավ, այս ինչ կամ այս ինչ։ Եվ հարգելի են, I respect those things։ Եղան, բադահեցան, there's no denying, եղած է։ Բայց ադոր թիմած ես ինչպես գաբրիմ, որուն աղմուգը գխոսիմ, որուն աղմուգը գլսեմ։ Գիշեք մեկ անգամսի, եթե դունին մեջն ես եւ դուրսեն գսկսիս լսել գենտանի մծայնը, որ շուրջ գթարնա, արյուց թե քայլ, գսկսիս վախնալ, որ ինչ պիտի լա, եթե սխալմա բադուհանը բացվի, կամ թուրը բացվի, ինչ պիտի լա։ Ադի վախ է։ Բայց եթե դու գիտես, որ ցերկիտ մեջ ունիս ավելի զորավոր զենք, մտուն չես վախնալ բնականաբար։ Եվ ես գուզեմ ճանչնաս, իբրև հավատացյալ, որ դու ինքնություն ունիս, որ չէ գանչված վերաբրելու։ You have an identity that is not called to survive, but to live and thrive. Ադի Աստծո կյանքը։ Աստված որ քեզի կյանք տվավ փրկելով, չտվավ կյանքը, որ ապրիս մինչև մեռնիլը սպասես։ Չէ։ Այդպես գա դժբախտաբար շատ անգամ այդպես գաբրինք, բայց մենք այդպես որոշած գլանք։ Մեր միտքը ամենամեծ բادرազմի թաշն է։ Ամենամեծ բادرազմի թաշն է։ Եվ որ հոն հաղթե կյանքիդ կդիրե։ Գրնաս հավատացյալ լալ, բայց եթե միտքը չեն օրոքված, if your mind is not refreshed or restored or renewed, գրնալալ որ հավատացյալ մնաս, որ միտքը միշտ ուրիշ կաշխատի, հոգին ուրիշ կաշխատի, մենք այդպես գուզե երթալ, միշտ այսպես կգենալ, նին դեղը։ Գխոստանա Աստուծո, իդ գորոշե, նորեն գորոշե, բայց ինքը գսկա, որ ինքը բռնված է։ Ով այդպես սկացած է, բոլորս ուշ կամ գանուխ ցևով մգամ ուրիշ գրնանք անգերձ լալ բոլորս այդպես սկացած են։ Որովհետև Բողոս Արաքյալ գխոսի այդ բادرազմի մասին, շատ հստակ։ Բողոս, որ այսքան հրաշքներ գնե, գսե որ այս մարմինի մեջ գհևանք, we huff and puff։ Այսինքն գարձես թե փեր մգա վրաս եւ գսե ես գուզեմ այս մարմինեն դուրս չգալ, չեմ ուզեր այս մեռնիլ եւ դուրս գալ, գսե գուզեմ այս մարմինը սուզել, submerge հոգեվորի մեջ։ I want to submerge this body in the spirit։ Եվ այդպես նելով ես գաբրիմ ճշմարտությունը։ Ամեն։
Ուրեմն պիտի խոսենք արչև երթալու մասին։ Փիլիպպեցիս 1:6, Philippians 1:6։ Դասի այսպես. Եվ վստահ եմ, թե Աստված, որ այս բարի գործը սկսավ ձեր մեջ, զայն իր գադարումին պիտի հասցնե մինչև Հիսուս Քրիստոսի քալստյան օրը. He will carry it on to completion until the day of Christ Jesus. Ուրեմն, մինչև իր քալը Աստված պիտի աշխատի իմ կյանքիս մեջ, քո կյանքիդ մեջ, որ իր գործը, որը սկսավ քո մեջ, ամբողջ չլա։ Ուրեմն եւ որ դու գաղութես որ վերջանանք երթանք ազատեն զիասկետուն իր գամքին համացեն չես աղոթեր those prayers are not according to his will որովհետեւ գսե որ մինչեւ իր քալը որ ինք պիտի որոշե երբ որ Հիսուս կա երկրորդ անգամ թադելու եւ բրգելու այսինքն վերջնական թադաստանը անելու չէ եւ իր զավակներ առնելու այդ մինչեւ այդ օրը այդ կորձը որի մեջ սկսավ քու մեջ սկսավ կորձի մեջ պիտի մնա Եվ գսե Աստված, որ սկսավ քու մեջ այս գործը, կարող է մինչև ավարտին հասցնել, այսինքն ես պետք չէ ավարտեն առաջ դուրս կամ, իմ մեջս Աստվածը նելիք ունի, երբ որ ինձ գան չէ, ես պիտի գիտնամ եւ պիտի երթամ։ Բողոս գսե որ ես շատ ավելի պիտի ուզեի Հիսուսին հետ լալ։ Բայց գիտեմ որ նպատակ մգա որ հոսեմ։ Եվ այն կրանեմ որ դեր շունչ ունիմ, ոտք ունիմ, աչք ունիմ, բերան ունիմ, ցերկ ունիմ Դագավին կորձ մգա իմ մեջս։ Եվ գնամ ես այդ կորձը ջանչնալ, այդ կորձին հետ ինչուն լալ, այսինքն հասկանալ ինչ կնե։ Ուզել հասկանալ, Աստված ինչ կուզես իմ կյանքիս մեջ, ինչ կուզես եւ ես ընեմ, եթե այդպես ապրեմ ես պիտի հաջողեմ։ Գնամանի ման հավատացյալին, որ գիտե արչև երթալ, pressing forward։ Ամեն։ Գուզեմ Բողոսին խաղապարախոսությունը հասկանալ, the mindset of Paul, որովհետեւ հասկանաս, որ որևէ բան իրավունք չունի, քեզի բահելու երեկվան մեջ։ Nothing has the right to keep you in the yesterday. Պետք է Բողոսի միտքը հասկանանք։ Եվ որ Բողոս սկսենք հասկանանք Բողոս իբրև նախքին ոչրակորց։ Okay? Առաջվա ոչրակորց, criminal։ Այսինքն մեկն էր որ Հիսուսին գհալածեր, մեկն էր որ Հիսուսին հավատացողները փանդ գտներ, մեկն էր որ երբ որ Ստեփանոսը մերավ հակուստները գշալգեր որ քարն դեն մարտիկ Ստեփանոսի վրա, ուրեմն գրեստե որ լավ մեկը չէր դուրսեն։ Տշնամի էր Հիսուսի եւ ոչրակորձություն գներ։ Ուրեմն նայենք ինչ կսե Փիլիպպեցիս 3:12-ն 14 Չեմ ասեր թե արդեն հաջողած եմ գադարելության հասած եմ, բայց հասնելու գծկտիմ, որովհետև ճիշտ ադոր համար Հիսուսի սպահեց։ Նպատակ մգա, բաժար մգա Հիսուսի սպահեց։ Ուզեց որ ես ցկդիմ արչև երթալ։ He said not that I have already obtained this or have already arrived at my goal, but I press on to take a hold of what Christ Jesus took a hold of me. Նպատակ մգա որ Հիսուս իրեն տպչեցավ ամենացած վիճակի մեջ, վատ վիճակի մեջ, եւ ուզեց, որ այս մարդը անդեղ չմնա։ Եղբայրներ, ինքս թեր, դագավին, գադարելության հասած չեմ համարեր, բայց գաշխադիմ անցյալը մորնալ եւ քալիքին նայիլ եւ ուշադիր գերբով գվազեմ թեպի նպատակագետը, իբրև մրցանակ ստանալու համար հավիտենական կյանքը, որուն կհրավիրե մեզ Աստված Հիսուս Քրիստոսով։ Եվ անգլերենով շատ գեղեցիկ է, but one thing I do, մեկ բան վստահ եմ որ գնամ անել, forgetting what is behind and pressing forward. Ադիգա իմ կորձը, Աստծո կորձը չէ։ Աստծո կորձը ինձ գանչել է։ Ինձ գանչել են վերջ, իմ ցայնս ես եմ որ գլսեմ եւ այս տեղով կհնազանդիմ եւ գերտամ տեբի արչեւ։ Եթե Բողոս պիտի նայեր իր կյանքին, պիտի սեր որ ես բաժար չունիմ, որտեղ ես արժանի չեմ, ես հանցավոր եմ, ես մեղավոր եմ, ես այս եմ, ես այն եմ։ Ես Աստուծո ժողովուրդը ինձ պիտի չընդունի, որովհետև ես բոլորը հալածեցի եւ այդպես եղավ։ Դեղեր քնած Բողոս եւ մարդիկ գվախնային իր մե։ Եկեղեցին գվախնար իր մե, որովհետև գիտեին ինչ ըրած էր։ The church knew what he was doing։ Ուրեմն շատ մարդիկ հերուգեցան սկիզբը։ Բայց Բողոսին համար այդ բոլոր երևակի որ երտաս մարդոց պիտի խոսիս, որոնք գիտեն որ դուն ոչրակորձ մնես։ Եվ պիտի երտաս ես հիմա Հիսուսով ցեզի գուկամ։ Մտածեցիք այս մարդուն հոգի վիճակը մեկ վարյան, բայց գսե մեկ բան վստահ կրնա մնել, եւ մեկ բան գաշխադի մնելու, ինչ որ մինչեւ հիմա եղավ 3 է արդեն։ Ես մեկ բան գնեմ արչեւ նայել այն նպատակին, որ Հիսուս ինձ գանչեց ադոր համար։ Գուզեմ քեզի մեկ բան ասես, եթե ուրիշ ծևով մտածես, չես կրնար հաջողիլ, որտեղ միշտ նայված կդ յետև պիտի լա, միշտ պիտի լա այսպես, միշտ։ Երկու որոշումի մեջ պիտի լաս։ Գուզեմ ուրիշ գետ մնալ քեզի դալ, որ Աստուծո քեզի խոստացածը չես կնար ջանչնալ մինչև նախ ընես իրսածը։ What God has promised you, you cannot realize or recognize until you do what he says. Աբրահամին եւ Աստված գանչեց Ծննդոց 12-ի մեջ ասավ քնա թող քու վայրդ ուր որ գաբրիս
ընտանիքով դքնա, մինչև ուր որ ես քեզի ցույց պիտի դամ։ Չսավ Աբրահամին ես քեզի ինչ ցույց պիտի դամ, երբ ցույց պիտի դամ, ինչ ցևով ցույց պիտի դամ, սավ քնա, եւ Աբրահամ ջամփան ելավ, այդ խոսքով ջամփա ելավ։ Ինչ որ ունիս մինչև այսօր, կնա շատ լավ երևնալ քեզի։ Ամեն մարդ չէ որ ցավի, ամեն մարդ չէ որ վերքով անցյալ ունի, շատ մարդիկ են որ հանգիստ են, լավ ընտանիքի մեջ, լավ դունի մեջ, լավ կորձի մեջ, լավ այս, լավ այն, եւ գսեն ամեն ինչ ունիմ։ Բայց այդ ամենը որ հիմա գա, Բողոսին պես պետք է ասենք ասի երեք է։ Աստուծո ինձի համար ունեցածը շատ ավելի բարձր է, քան ինչ որ ես կգարձեմ, որ գուզեմ ունենալ։ Գուզեմ ասիկա ցեզի հստակ բադմել, որովհետև գրված է, it is written, no eye has seen what and no ear has heard, ոչ մեկ աչք տեսած է եւ ոչ մեկ ականջ լսած է, and no human mind has conceived, եւ որևէ մարդկային միտք հասկացած է, the things God has prepared for those who love him. Այն փառքը, որ Աստված վերաբահած է անոնց, որոնք իրեն կսիրեն. These are the things God has revealed to us by his spirit. Այս բաները Աստված մեզի հայտնեց իր հոգիով։ Ուրեմն, միայն հոգիով կգնաս հասկանալ Աստված ինչ ունի քեզի համար, վաղվանդ համար։ Այդ բաները գսե մենք կհասկանանք, բայց ոչ մեկ միտք, ոչ մեկ աչք, ոչ մեկ ականջ կգնա հասկանալ։ Եթե ինձի պանդաս guarantee դաս վստահություն հավաստիացնես, որ ես պիտի ունենամ ուզածս, ես կքալեմ յետևետ։ Ամեն մարդ այդպես կնա մտածել։ Որովհետև շատ անգամ այդպես մեկը դերեմը դեր գերտա, եթե գիտնա որ եթե հոնդերի երտամ ավելի լավ պիտի լա ինձի համար։ Եթե ոչ մեկը հոս կմնա, չէ՞։ Եվ շատ անգամ մարդիկ դուրս են գործեն Ամերիկա կալ կմտածեն որ եթե Ամերիկա երտամ ամեն ինչ լավ պիտի լա։ Ադոր համար ջամփագել են։ Բայց օրինակ ուզեմ քեզ այստեղ տալ, հավատքի հետ կապված կսե որ ոչ մեկը կգնա հասկանալ, մտածել, տեսնել, զգալ այն ինչ որ Աստված բահած է, վերաբահած է, ծածկած է, քախնի բահած է, եւ միայն հոգիով գնաս հասկանալ։ Ուրեմն բան մնե որ եթե ասեմ ես գուզեմ հասկանալ, պիտի չհասկանամ։ Բայց եթե ինքս դամ Աստուծո ջամփուն եւ քայլերը առնեմ, պիտի ժամանակ ավելի եւ ավելի հասկանամ ինչքան կքալեմ իրեն հետ։ Ինչպես ասի ցեզի Աստված եւ Աբրահամին խոսեցավ, սա այս երգիրը ցկե, քու ժողովուրդդ, քու հորդ դունը եւ կնա այն դերը որ քեզի ցույց պիտի դամ։ Genesis 12:1 Եվ Աբրահամին բարասխանը նայեցեք 4-րդ համարի մեջ, Աբրահամ քնած ճիշտ ինչպես դերը իրեն ցույց տվավ։ Դե ինչպես ուրիշ բանը չասավ իրեն Աստված։ Եվ Ղովդը իրեն հետ դարավ։ Եվ Աբրահամ 3 տարեկան էր աստեղ գրված 75 տարեկան էր եւ այդ որոշումը արավ։ Մեկը չի սիրեր փոփոխություն 75 տարեկանին։ Մեկը չի սիրեր։ Այս շաբաթ ինձի հիվանդ մկանչեց, ամուսինը հիվանդ ռիհաբի մեջ էր եւ ինձ ասա որ շատ խենթ կվարվի։ Ինքը շատ հանդարտ մարդ է, ընդհանրապես շատ հանդարտ մարդ է ամուսինս։ Հիմա 95 տարեկան մարդ է, բայց շատ լավ չի վարվի, խենթի պես կվարվի սա։ Ասի իր հանցանքը չէ սիրեն։ Այս մարդը իր դունի մեջ չէ, իր անգողինի մեջ չէ, ամեն անգամ shift worker մը գուկա, նոր աշխատող մը գուկա, որ իրեն չի ջանչնար, թեղ մը գուտա, որ չուզեր, քաղաքավար խոսքեր գխոսի գերտա եւ հոգ չեններ։ Սի բնական է որ դարիքոդ մարդիկը այսպես լան sundowning կսեն, այսինքն մեկը որ քիչ մը գտրցնե, այսինքն հիվանդանոցի մեջ սխալ կվարվի, խենթ կվարվի, կոնտրոլե դուրս կվարվի։ Ասի վրայս մարդը այդ դարիքին չի սիրեր փոփոխություն։ Մեկը չի սիրեր փոփոխություն։ Երևեք է որ դու 75 տարեկան մարդուն, 75 տարեկան մարդուն, ասես որ քնա այնտեղ որ քեզի ցույց պիտի դամ։ Եվ այս մարդը 75 տարեկան հասակով ասե որ ես պիտի երթամ, որովհետև հանդիպեցա այն անոր, որ ինձի խոսեցավ։ Ողոս արաքյալ անաբադի մեջ երբ որ Հիսուսին հանդիպեցավ, շատ բարձ simple խոսակցություն ունեցավ իրեն հետ։ Ասավ ով ես դու, եւ որ ինքը ցիեն ինգավ, ով ես դու ասավ, Հիսուս ասավ ես եմ ան որ գհալածես, I am the one whom you're persecuting, said Jesus. Եվ այսքանը բավարար եղավ Բողոսին համար։ Քնած 3 օր առանցնության մեջ, 3 օր առանցին աղոթքի դվավ ինքզինքը։ Այսինքն երկար ջամփա չեղա, process չեղա, որ ինք Աստուծո ուզե։ Այո, ժամանակ արա որ Աստված ջանչնա, բայց ես գուզեմ որ երբ որ լսեց եւ ըսկաց, ինչ պետք է ընե, ամիջապես ըրավ։ Մենք մեր կյանքերում մեջ շատ անգամ շատ գամած կհասկանանք Աստված մեզ ինչ կուզե։ Կարևոր բանն է որ երբ որ գիտնաս հոգիիդ մեջ, որ Աստված քեզի կանչեց, հետևի սատ կանչին։ Մի փորձեր նախ հասկանալ վերջը հետևի։ Don't try to understand then follow the word of God։ Ես միշտ իմ մեջս այդպես կնայեմ։ Եթե իմ մեջս
դժվարություն ունի իմ բանի մեջ, բայց եթե խոսքը այսպես կսե ինձի, ես գնեմ ինչ որ խոսքը գսե, նույնիսկ եթե չհասկանամ ինչ խոսքը գսե. I decide to do what the word says before gaining full understanding to what the word says. Ամենակարևոր բանը այդ մեկն է։ Եթե Աստված պետք ունենար counselor-ներու, խրադողներու, Աստված մեզի խրադ գուդար։ Ինչ կմտածես, ես կուզեմ որ այսպես անել։ Ինչ կսես։ Բայց Աստված խրադի պետք չունի, God doesn't need my mind. Աստված պետք չունի որ ես իրեն օգնեմ։ Աստված պետք ունի որ ես իրեն հնազանդիմ եւ ընդունիմ։ Չէ, ինչպես Հիսուսը ասավ Հովհաննես 6-ի մեջ ես կյանք եմ եւ այս խոսքերը որ ցեզի կխոսիմ հոգի եւ կյանք են։ Պետրոս եւ ժողովուրդը կխոսեին իրեն որ շատ դժվար բաներ կխոսիս մեզի։ Մենք ինչպես պիտի ինչպես պիտի ընդունենք։ Եվ Պետրոսը ասավ Հիսուսին քու կովդ կդանք կյանքը մեկ դեղը չենք երթար։ Գրնալ ամեն ինչ չհասկացանք, բայց քու կովդ կդա կյանքի խոսքից դեղը չեմ երթար։ Այս տեսակ բանի մասին կխոսենք Հիսուսին հետևելու մասին։ Եվ գուզեմ քեզի մեկ բան ասել։ Աստծո ծրագիրը քեզի կբացատրվի ամեն հնազանդության քայլի հետ։ God's plan unfolds with every step of obedience. Մեկը աղոտ կուզած էր մեկ անգամ եւ ասած էր գուզեմ գիտնալ Աստված ինձի համար ինչ ունի, ինչ կուզե որ ընեմ։ Եվ ես աղոտած ժամանակ դեսա դեսիլքով in a vision եւ սիրեն որ գտեսնեմ որ դու գուզես գիտնալ հերու դերը որ Աստված քեզի գուզե դանիլ, բայց Աստված քեզ մի հատ մեկը չուզեր, Աստված գուզե ամեն օր, ամեն քայլիդ մեջ հնազանդ լաս իրեն։ Եվ դեսիլքից մեջ դեսա որ այսպես measuring stick, այսպես փայդիկներ էին, եւ սկացի որ ամեն անգամ որ քայլ մգարներ, մեկ measuring stick մգլար, այդ քայլը գարներ, հաջորդ measuring stick-ը գտրվեր, հաջորդ փայդը եւ հաջորդ փայդը։ Եվ դեր իրեն կսորվեցներ որ ես պետք չունիմ որ դու ամեն ինչ հասկանաս որ ինձ հետևից արդի արդեն հնազանդություն չէ։ Ես պետք ունիմ որ քեզի դվածս այսօրվա մեջ տունենես։ Դեր ինձի մեծ կորձերու կան չէ։ Շատ բզդի կորձի մեջ ես ինչքան հավատարիմ եմ, պիտի ավելնա այդ փոքրի մեջ որ ես հավատարիմ եմ Բիդի արդոնե որ վաղը այսքան եւ այսքան լա։ Բայց գսե ան որ քիչ ունի, մեկ համար մգա միշտ ինձի չարչարած էր։ There's a verse that tormented me for a while. Ան որ քիչ բաժին ունի, իր մե բիդի առնվի այդ քիչն ալ որ ունի։ Ինչը սերգուզե եւ գսե այդ քիչն ալ բիդի առնվի այդ փոքր բաժինն ալ։ Ան որ քիչ ունի, որ ինքը քիչ կտեսնե, ինքը բավարար չի տեսներ, ինքը արժեք չի դար։ Այդ մարդեն բիդի առնվի ինչ որ դրված է Որտեւ այդ մարդ արժեք չի դար իրեն դրվածին։ Ով հասկացավ այս մեկս, ասացածս։ Բայց գսի այդ ով որ ունի եւ գարժեվոր է, he who values what has been given, ադոր բիդի դրվի ավելիով եւ ավելիով եւ ավելիով։ Իրականության մեջ դու քիրես ինչքան ունիս, բոլորդ։ Ամեն դարիքի, ամեն հասակի, ամեն մշակույթի։ Գուզեմ քեզ մեկ բան ասել։ Բոլորդ ունի Քրիստոսի դված չափով։ All of you have received as Christ apportioned you։ Ուրեմն եւ որ դու գսես որ ես չունիմ, իրեն գսես դու չես գիտեր երածդ։ Եվ որ գսես ես բավարար չունիմ, չեմ գիտեր, չունիմ փորձառություն չունիմ, I don't have knowledge, experience, այս բոլոր բաները եւ որ գսենք Աստուծո, մենք իրեն գսենք դու չես գիտեր որ ուն հետ գխոսիս։ Մովսես փորձեց այս մեկը, շատ լավ չկալեց։ Ասավ ես խոսիլ չեմ գիտեր, լեզուս լավ չի դառնար, Աստված ասավ ով քեզի փերան դվավ, ով քեզի լեզու դվավ, ես քու փերանիդ հետ բիդելամ, չսավ քեզի հետ բիդելամ, փերանիդ հետ բիդելամ։ Երբ որ երտաս, նույնիսկ եթե չես գիտեր խոսիլ, եթե հավատք ունիս ես փերանիդ հետ բիդելամ։ Աշակերտներուն ասավ երբ որ ցեզի թադարան բիդի քաշեն, when they're going to drag you to the courts, մի բادرաստեք, ինչ պիտի խոսիկ, ինչ պիտի խելացի բաներ ասեք, checkmate բիդնեք իրենց, լավ բան մխոսիկ իրենց, ոչ։ Փաստաբանի պետք չունի կսա։ Երբ որ երտակ թադարան եւ հալածվիկ, when you are persecuted for me, հոն Սուրբ Հոգին ցեզի խոսելիք պիտի դա։ Ուրեմն շատ երևի Սուրբ Հոգին դժվարություն չունի։ Ես իրեն խելք տալու պետք չունիմ, ես հնազանդելու պետք ունիմ։ Ամեն։ Okay։ Երբ կգալեմ ես Աստուծո հետ, ինձի համար առաջնորդությունը շատ ավելի հստակ պիտի լա։ Մարդիկ հարցեն, ինչպես կլսեմ, ինչպես կգիտնամ, որ հիմա Աստված խոսեցավ, պիտի սկամ, պիտի լսեմ, պիտի տեսնեմ, ես ալ գսեմ all of the above, այս բոլորը կգտեն, իրավունք կտեն։ Բայց մի որոշեր Աստված ինչպես պիտի խոսի քեզի, բայց Աստված գիտե քեզի խոսիլ։ Մի մտահոգվիր, արդյոք ես պիտի հասկանամ, այո պիտի հասկանաս։ Ինչպես պիտի հասկանամ, եթե իրեն հետս պիտի հասկանաս։ Եթե սիրտդ բաց է պիտի հասկանաս։ Եթե սիրտդ ուրիշ աջենդայի վրա է, եթե սիրտդ չէ դրված պիտի չհասկանաս։ Կամ հասկանաս անգամ պիտի չուզես լսել, բայց եթե սիրտդ առանց բացառության, առանց վերաբահության, if without reservation you have given your heart, պիտի հասկանաս, you will understand։ Ադի խոստում է քեզի։
Որովհետև Աստված շատ լավ գիտե մեր դիզայնը, մեր սիրտը։ Ամեն մարդ դարբեր է, չէ՞։ Ես շատ երազ տեսնող չեմ։ Բայց եթե պետք է Աստված ինձ երազ գուտա։ Չէ՞։ Մարդ կգսի ես մարգարեական գոչում չունիմ, կամ մարգարեություն չեմ հրած, բայց եթե պետք է Աստված իր մարգարեություն պիտի տա։ Հովսեփ եւ որ փանդին մեջներ եւ երկու փանդարգյալները երազ դեսան եւ չէին գիտեր ինչ պիտի անեն։ Հովսեփը ասավ ինձ իսեք, ես կհարցնեմ Աստուծո, Աստված ինձ գսե։ Շատ բարձ է հավատքը։ Մենք կդժվարացնենք։ Վստահ եղիր, որ Աստված գնա քեզի խոսի։ Կարևոր չէ ինչքան գիտես, կարևոր չէ ինչ փորձառություն ունիս, կարևոր չէ ինչքան անգամ չես լսած, քանի տարի չես լսած, Աստված քեզի գնա խոսի։ Երբ Ադվելին մեզ ասա, որ Աստված ձեր բոլորին հետ կուզե խոսիլ, ոչ միայն ինձի հետ, առաջին անգամ որ լսեցի, ես ալ կուզեմ, բայց չէի գիտեր ինչպես պիտի նայի։ Վերջ ժամանակ անց ամեն աղոթք է վերջ, ես կնստեի այսպես, այլևս չէի խոսեր, կգնայի կսպասեի այսպես։ Ժամանակ անցնեի, բամը չէին էր, որ ինձի պիտի խոսից հիմա։ Իմ իրավունքս է, քու իրավունքդ է։ Եվ ժամանակ արավ, բայց լսեցի։ Եվ որ լսեցի, որ Աստված երես խոսեցավ առաջին անգամ, պետք չունեցա, որ մեկը ինձ ասե Աստված խոսեցավ, ես գիտեի Աստված խոսեցավ։ Դունալ պիտի գիտնաս Աստված խոսեցավ։ Գրնալալ զարմանաս, գրնալալ հիանաս, գրնալալ որ շատ զարմանաս։ You might be very surprised. Բայց չի նշանակեր Աստված չի գնալ քեզի խոսի, շատ գրնա խոսիլ Աստված քեզի։ Հիշեմ առաջին ամառը, որ Աստվածը սկսավ հետս խոսիլ, սենյակից դուրս չէի կար։ 18 տարեկանի, 19 տարեկանի, սենյակից դուրս չէի կար։ Մեկ օր 8 ժամ աղոթքի մեջ մնացի։ Ես որ միշտ կսիրեմ վազել, շարժիլ, բան մնել։ 8 ժամ սենյակից դուրս չելա։ Բայց ինչու համար։ Ես գաբվելի քենտ կսեին ինձ, որտեղ միշտ կուզեի վազել, միշտ կուզեի շարժիլ։ Ինչպես ես կրծա 8 ժամ աղոթքի մեջ ելալ, որտեղ փամ մը գլար։ Աստված գխոսեր։ Բողոս ինչպես 3 օր աղոթքի մեջ անցուց։ Առանց ուդել խմելու, ինչպես։ Որտեղ փամ մը գլար։ Ամեն Աստծո ներկայությունը քրավիչ է։ Եվ որ Մովսես Աստծո կով ելավ 40 օր հոմ մնաց։ Moses spent 40 days and 40 nights on the mountain. What did he do? Եվ որ օրենքը գդրեց, դախտակները գդրեց, երկրորդ անգամ ելավ նորեն 40 օր մնաց։ Ինչ հրավ։ Ինչու Աստված առաջին օրեն չդվավ։ Աստված գնար արդեն շինել, աբսպրել, վերջը իրեն դալ։ Չէ՞։ Եվ բար, իդ գոդրեցիր մեղքես, իդ քեզի գուտամ, իդ վարիչիր։ Չէ՞, այդպես չրավ Աստված։ Նորեն արավ իր ներկայության մեջ բահեց Մովսեսը։ Որտեղ Աստված չուզեց միայն խոսք տալ։ God was not just interested in giving the law. Աստված ուզեց Մովսես իր սիրտը հասկանալ։ Աստծո սիրտը գրնամ հասկանալ, եթե հետը ժամանակ անցնեմ։ Եթե գուզեմ հասկանալ ինչ կուզե Աստված ինձի համար, պետք է ժամանակ անցնեմ հետը։ Չեմ գնալ հասկանալ։ Եթե զույգերը իրարու հետ չխոսին, մտերիմ չլան, ժամանակ չանցնեն, միշտ դարբեր էջերու վրա գլան։ Ես ասի գսեմ, դու ասի կհասկանաս, դու ասի գուզես, ես ասի գուզեմ։ Միշտ գրիվ գլա։ Ով կհասկանա ասածս։ Ամեն, բացատրեմ։ Աստված շատ թիրուչամ, very easily, գրնար Մովսեսին դալ 10 պատվիրանները։ Մովսես գոդրեց։ Եդ ելավ Աստծո կով։ Եդ Աստված նորեն 40 օր բահեց իրեն։ Ինչու 40 օր բահեց իրեն։ Գրնար պատրաստել եւ դալ մեկ վարգյանի մեջ, կամ շատ արագ։ Աստված ուզեց, որ Մովսես իր կով ելե եւ մտերիմ լա։ God wanted intimacy with Moses, so that Moses would understand his ways, not only the written law, so that his heart would be one with him. Եթե մեր սիրտը մեկ չլա Աստծո հետ, մենք չենք կրնար հասկանալ իր կամքը։ Okay. Whether you turn to the right or to the left, your ears will hear a voice behind you saying, "This is the way, walk in it." Isaiah 30:21. Եթե աչ կամ ցախ երթալու ըլլաս, ասենք մարտես սխալեցար, չես գիտեր։ Փորձառություն չունիս։ Ցախ կամ աչ պիտի երթայր, եւ Աստված գուզեր որ աչ երթայր։ Սուրբ Հոգին չի սխալիր։ Ագանչիդ մեջ պիտի խոսի։ Ասել գուզե այստեղ, որ Աստված շատ լավ ցև ունի քեզի հասկացնելու։ Ինչպես պիտի հասկանամ, Աստված գիտե։ Եթե երազը չհասկացար, դեսիլքը պիտի հասկացար։ Հասկանա, եթե դեսիլքը չհասկացար, մեկը քեզի պիտի խոսի, բայց Աստված քեզի պիտի խոսի։ Ամեն։ Հանձնվել Աստուծո, surrendering։ Չի նշանակեր հոգս չէ։ Շատ անգամ մարդիկ ասեն, արդեն բամը չեմ գնարնել, Աստուծո կհանձնվեմ։ We trust him, we surrender to him։ Հանձնվել չի նշանակեր արդեն բամը չեմ գնարնել։ Ամեն մարդ կհանձնվի, արդեն բամը չեմ գնարնել, բամը չեմ գնար փոխել, ուրեմն գսեմ կհանձնվեմ։ Գհանձնվիմ եւ որ ես չեմ գհանձնվիմ եւ որ իմ գամքս իր արժեվ գտնեմ, when I put my will as living sacrifice, եւ Աստուծո գսեմ, ես քու գամքդ կուզեմ, ոչ իմ գամքս։ Հանձնվել այդ մեկը կնշանակի։
Կնշանակի իմ անցիս, իմ ինքնիկիս ասել, որ դու լուր մնա, ես դիրոջ ցայնը պիտի լսեմ։ Հանցնվել այդ մեկը ասել։ Եվ կնշանակի վստահիլ, որ ինչ որ ինձ համար Աստված գուզե, շատ ավելի լավ է, քան ամենալավ բանը, որ ես կուզեմ։ Ինչ որ Աստված ինձ համար գուզե, շատ ավելի լավ է, քան ինչ որ ես ինքս համար գուզեմ։ Ամեն Աբրահամ պետք էր վստահեր, որ Աստված ուր որ իրեն կգանչեր, շատ ավելի լավ է, քան ուր որ ինքը հարուստ մարդ էր, ընտանիք ունեցող մարդ էր։ Աստված երբ իրեն գանչեց, ինքը ասավ քնա, իմ ցայնից յետևեն։ Okay։ Ուզեմ միասին նայենք քիչ մի ցավալի պատմությունը, որ լավ վերջ ունի, Ծննդոց 19, Genesis 19, Սոդոմ եւ Գոմորի պատմությունը։ Ուր որ Աստված Ղովդը կգանչե, Սոդոմ Գոմորեն դուրս։ Եթե գրնակ բացեք ձեր սուրբ գիրքերը, Genesis 19, Ծննդոց 19։ Ուրեմն երկու հրեշտակներ Աստված կղրգե, որ այցելեն Ղովդը, եւ որ Ղովդ կդեսնես իրենք, դուրս նստած էր Ղովդը, եւ զանոնք կթիմավորե եւ երեսին վրա միջև քերին գիչնե, այսինքն կբադվե, he honors them, եւ կհրավիրի, որ իր դունը կան։ Հայտնի չէ, եթե կհասկնա, որ Աստուծո մեր հրեշտակներ են, բայց այդպես կերևի, որ լման չի հասկնար, բայց կբադվե իրենց։ Իրենք կսեն չէ մենք դուրսը կբարգինք, բայց Ղովդը կսե չէ, այս քիշեր մեր քով եկեք։ Եվ իրենց հաց կթխե, հաց կուտա եւ հոն կբարգին։ Հազիվ քաղաքացիներ գիմանան, որ Ղովդը հոն է, որ հրեշտակները հոնեն, գուքան եւ գուզեն բռնապարել։ The men of the town come and wants to forcefully do a sexual act on those two people who were angels. Եվ and Lot objects Ղովդը իբրև արդար մարդ ոչ կսե, չեմ թողներ կսե։ Առաջարկ մգն իրենց, որ ավելի քեշ առաջարկ մնե քրեթե, իր միտքով առաջարկ մգուտա իրենց, որ ադալ Աստուծո արչև ընդունելի բանը չէ, բայց այս մարդը գուզե պաշտպանել իր դունինները, իր դունին հյուրերը։ Եվ հրեշտակները վերջը կպաշտպանեն Ղովդը, որովհետև գուզեն թուրը կանտել ժողովուրդը, գուզեն ներս մտնել եւ զորով ուժով այս մեկը անել, բռնապարություն անել այսինքն, եւ հրեշտակները թուրը կոծել են վեճ գելեն եւ այս մարդոց գուրություն գունան, the angels strike them with blindness, եւ այս բոլոր մարդիկը կթադվին իրենց մեղքին համար։ Բայց հրեշտակները հետաքրքրական խոսակցություն գուտան, հետաքրքրական խոսակցություն գունենան Ղովդին հետ։ Առաջին կետ գուզեմ քեզի լավ բանը հասկացնել։ Հավատացյալը, որ Աստծո գծարայ է, միշտ պետք է հյուրասեր լա։ A believer should always show hospitality. Որովհետև Եբրայեցիս 13:2 մեզի գսե Hebrews 13:12 մի մորնակ, որ ցեզ մեզ շատեր օդարներու հյուրասիրություն ցույց տվին, եւ այսպիսով հրեշտակներ հյուրասիրեցին առանց նույնիսկ քիտնալու։ Այսինքն չեն գիտեր թե Ղովդ ամեն ինչ հասկացած էր, բայց այդպես չերևիր, բայց գիտենք որ իբրև բադիվ դվավ իրենց հյուրասիրեց իրենց եւ գուզեմ կիսել ամեն անգամ որ դու հյուրասիրես մեկը եւ նպատակ կտնես որ Աստծո սիրով բիդենես այս մեկը դու Աստծո կորձ գնես հյուրասիրությունը շատ լավ բան է թուր գպանա որ դու մեկումը ծարայես թուր գպանա որ դու մեկումը ցանկի մեջ input ունենաս ներդրում ունես so հյուրասեր մարդիկ լալը շատ օրնություն կբերի եթե Ղովդ հյուրասեր չլար իրի չընդուներ այս հեշտագները եւ իդի փախցներ այդ օրնությունը որ Աստված ուներ իրեն համար Okay. Ուրեմն գուզեմ ցեզի նայենք հիմա 12-ին 14 verse 12 to 14 Մարտիկը սին Ղովդին հոս ով ունիս ուրիշ փեսաներդ եւ որդիներդ եւ աղջիկներդ եւ քաղաքի մեջ ով որ ունիս այստեղեն հանե Whoever you have from this town take them out Take with you Վասնզի մենք այս դեղը բիդի գործընծնենք բիդի կանտենք այստեղը Քանզի անոնց աղաղակը Աստուծո արչեւ մեծ եղավ Եվ դերը մեզ գրգեց զանիգա գործընծնելու գսե այս քաղաքին անարդարության ցայնը the voice of injustice the sin of this town has risen and the Lord wants to destroy this city Ղովդ ելավ եւ իր աղջիկները առնող փեսաներուն խոսեցավ եւ ասավ he spoke to his sons-in-law ելեք ու այս տեղեն կացեք վասնզի դերը բիդի գործընծնե այս քաղաքը բայց իր փեսաներուն զաղրելի երևցավ այս մեկը they scoffed at him չհավատացին Աստված ասավ հիմա շուտով աջաբարեցեք դուրս ելեք այստեղեն եւ այս դեղին վրա Թադաստան պիտի ելա Ուզեմ գեզի լավ բանը հասկացնել այստեղ Աստված չի գրնար հավատացյալը բրգել եթե հավատացյալը ինք որոշած է որ մեղքի մեջ պիտի ապրի Նորենսեմ Աստված չի գրնար հավատացյալը բրգել եթե հավատացյալը ինք որոշած է որ ինք մեղքի մեջ պիտի ապրի Աստված ասավ ես պիտի կանթեմ Սոդոմ Գոմորը
Սոթոմ Գոմորը պիտի չմնա։ Եթե տուն հոն մնաս, տունալ ադոր հետ պիտի կանտվի սա։ Գաղաչեմ աջաբարեսավ, հավաքե ունեցված, ինչ որ էս ով ես տուն, բայց միան տուն չէ, ընտանիքդ ով որ քեզ հետ գապված է, Աստված գուզե ազատել։ Եվ քնած Ղովդը, ինչպես մենք շատ անգամ գնենք, քնած խոսեցավ հարազատներու his spoke to his sons-in-law. Գաղաչեմ, Աստված այս մեկը պիտի ունի այս քաղաքին վրա։ Եկեք, դուրս եկեք, շուշուտ, արագ, հետս եկեք։ Եվ իրենք խնդացին։ Նոյին ժամանակ նույնի եղավ, չէ՞։ Միան նոյը 8 հոգի բրգվեցավ, չէ՞։ Մյուսները խեղդվեցան։ Աստված ասավ այս մեղքին հետ գապ ունենալը, այս մեղքին մեջ ապրիլը մահ պիտի բերե։ He who sows in the flesh will reap death from the flesh. Ով որ կաղադացից 6, կսե, ով որ մարմինին անտաստանի մեջ ցանե, ոնդերեն մահ պիտի փուսնի, նույնիսկ եթե հավատացյալ է մարդը։ Իսկ եթե հոգին մեջ ցանե, կյանք պիտի փուսնի ատկեդինեն, որտեղ հոգին կյանք կուտա մարդուն։ Ամեն։ Եվ գուզեմ այս բադմուճա մեջ դեսնես Աստուծո շնորհքը գար եւ ողորմություն. There were both the mercy and the grace of God at work. Երկուքը շնորհք ողորմություն եւ որ գսենք Աստված հարմար դեսավ, որ այս ժողովը պիտի ազատի թադաստանեն։ Mercy is when God shows mercy and does not judge us according to our sins. Ուրեմն Աստված ուզեց ողորմություն ցույց տալ Ղովդին։ Ուրեմն ասավ աջաբարե ադերեն դուրս եկուր։ Բայց Աստծո ողորմությունը գուկա Աստծո խոսքին հետ կապված, այսինքն Ղովդը հոն մնալով ողորմությունը չէր գնար իրեն հասնել։ Եթե Ղովդը հոն մնար, ողորմություն իրեն օգուտ պիտի չներ։ Աստված ներողություն, բայց ես հոս կուզեմ ապրիլ, գներես Աստվածին, բայց ես հոս պիտի ապրիմ, նորեն այդ մահը պիտի կար իր կյանքին վրա։ Չէ՞։ Գներես Աստված, ես սխալեցա, բայց գուզեմ դուրս գալ այստեղեն, ողորմությունը պիտի ապրիս։ Ողորմությունը պիտի ունենաս։ Ուրեմն Բիդի 17-ը գարտանք, verse 17, որ հասկանանք բադմությունը։ Ու երբ զանոնք դուրս հանեցին, մեկը ասավ, անցդ ազատելու համար փախչե։ Յետև մի նայիր եւ թաշտին մեջ մի գնար։ Լերը փախչիր, չլա որ գործվիս։ Ուրեմն flee for your lives, do not look back and don't stop anywhere in the plain, flee to the mountains or you will be swept away. Գիտես Աստուծո խոսքը այսօր չէ փոխված։ Աստուծո մեզ հետ խոսած ցևը գրնա փոխվել, God can change the way he reaches us, բայց Աստուծո սկզբունքը եւ խոսակցությունը չէ փոխված, content-ը չէ փոխված, նեսի խոսքը չէ փոխված։ Աստված այսօր եւ որ խոսի Թադաստանի մասին նույնը գա։ Ես կսեմ, եթե այսօր Հիսուս կա, եթե հիմա Հիսուս եկավ, դու ուր պիտի երթաս։ Կամ եթե անգամ պիտի բրգվիս, քու հարաբերությունդ իրեն հետ ինչ վիճակի մեջ է։ What is the state of your relationship with him հիմա։ Եթե այսօր Հիսուս եկավ։ Որովհետև այսօր ես կսեմ, միշտ կսեմ, ժամանակը ամենալավ նվերն է, որ ունենք։ Ես այսօր գնամ շտկել իմ հարաբերությունս իրեն հետ։ Today I can reset my relationship with him. Ուրեմն սա իրեն վազե, ելիր դուրս, եթե մի թարնար, քնա, թաշտի մեջ ալ մի գենար։ Նույնիսկ եթե չթարնաս, մի գենար, stagnation մի ունենար։ Դեղը մի գենար։ Որովհետև stagnation-ը սկիզբը ետ երթալուն, գենալը սկիզբն է ետ վերաթարնալուն։ Գիշեք ինչ ասա Պողոս Արաքյալ։ Աստված ինձի ողորմություն հրավ ասա Պողոս Արաքյալ։ Եվ ասա որ one thing I do, մեկ բան որ վստահ գնեմ, անցյալը գմորնամ, երև չեմ նայիր եւ գվազեմ, I press forward ասա, թեբի նպատակը որ Աստված իմ արջևս թրավ։ Կարևոր չէ ինչքան ծանր է անցյալս, կարևոր է հիմա իմ սիրտս Հիսուսի հետ ինչպես է։ Շատ մարդիկ ասեն խաչին վրա եղածը ինչ անարտար եղավ, գսեն որ քող մարդուն, որ ասկան մարդ սպաննած էր ով գիտե, ասկան քողություն հրած էր, Հիսուսը ինձի հետ բիլի լաս երկինքի մեջ։ Այդ մարդը հոն ընդունեց եղածը։ Ընդունեց։ Եվ եղավ Հիսուսին հետ, Հավիդյան։ Ամեն։ Okay։ Ուրեմն ուզեմ կարևոր համարը հասկանանք այստեղ, ուզեմ ճագերտ բանալ Երկրորդ Կորինթացիս 6 Երկրորդ Կորինթացիս 6:14 2 Corinthians 6:14 Այս մեկը պետք է հասկանանք, որովհետև մեր կյանքի մեջ մենք սխալ կհասկանանք այս մեկը եւ քեշ կսկանք, եկեսենք ամեն մարդ պետք է սիրենք, ամեն մարդ պետք է սիրենք։ Բայց ամեն մարդ սիրել, ամեն մարդուն զարայել չի նշանակեր իրենց նման դառնալ։ Համարը գարտամ անգլերեն եւ հայերեն Do not be yoked together with unbelievers. For what do righteousness and wickedness have in common? Or what fellowship can light have with darkness? Let's not sugarcoat the word of God. Այստեղ գսե բնավ անհավատներուն լծագից մի ըլար,
Ինչ կապ գրնա ունենալ արդարը անօրենին հետ, կամ ինչ նույնության եզր գրնա ըլլալ լույսին եւ խավարի միջև։ Ինչ համացայնություն գրնա ըլլալ Հիսուսի եւ Սատանայի միջև, կամ ինչ կորձ ունի հավատացյալը անհավատին հետ։ Գսեի որ ես մտնեմ անոնց լուծին դակ, յոկը իմ վրաս կանեմ իրենց հետ մեկ կլամ, գսեի լույսը ինչպես կնա խավարին հետ համացայնիլ, ինչպես Հիսուս կնա Սատանային հետ համացայնիլ, իրենք Սատանա չեն։ Բայց իրենց կյանքի մեջ կորձող հոգին երկերուն մեջ, խոսակցություններուն մեջ հոգի մգա, Սատանան է ադիգա։ Այդ հոգին որ հոն գաշխադի, եւ որ ես այդ յոքին, այդ փերին դակ կմտնեմ իրենց հետ, եւ ժամանակս մդերմությունս հոն գանցնեմ, ես կսկսեմ իրենց նման դառնալ։ Գսես ես բիերտամ իրեն փոխեմ, վերջը դու կփոխվես, ինքը չի փոխվիր։ Դու կփորձես երկու կլալ, դու չես կնալ երկու կլալ։ Եթե աղը իր համը գործընծնե, ինչպես պիտի աղեն զայն, գսե Հիսուս։ Աղը եղած է որ իր համը դա։ Լույս եղած է որ լույս դա։ Ոչ ինքը քիչ մը այսպես, գիտեք լույսերը քիչ մը դեմ գնեն հիմա դուներու մեջ այսպես։ Չէ, այդպես չէ։ Լույս եղած է որ փայլի։ Աղը եղած է որ համ դա։ Ամեն։ Այսինքն լավ հասկացիր։ Գրնաս սիրել քու տրածիդ, պետք է սիրես քու տրածիդ, զարայ քու տրածիդ։ Բայց թող իրենք լավ հասկանան որ դու դարբերես, որ դու ինչ կնես, որ դու որուն զավակնես, եւ դու ինչ կներկայացնես։ Կնա զարայը սիրե խաղցիր կնա բդույրի կնայրենց հետ, բայց առաջ ժամանակը հիշե որ դու ով ես եւ ինչու գնես այս մեկը։ Ես կմնացեմ ադենանեմ որ այս մարդը որ ես հիմա իրեն չխոսեցա, իրեն փամը չս Հիսուսի մասին, այս մարդը դժոխք պիտի երթավաղը։ Եթե այս մարդը արի չունեցավ Աստուծո առջև իր սիրտը մաքրելու, ինքը դժոխք պիտի երթա վերջերջո։ Ես ալ պիտի երթայի։ Բայց ինձ արիտ եկավ։ Ես լսեցի, ես հետևեցա, ուրեմն ամեն մարդ որ գսիրեմ իմ կյանքիս մեջ, պետք է սկամ փերը, որ երթամ այս մարդոց, նույնիսկ չսիրած մարդոցս, չէ՞։ Որովհետև այս բոլորը ամբողջ մարդկություն առանց Հիսուսին դժոխք երթա։ Okay։ Մեկ համար մնալ գուզեմ ստել առանց որ բանանք Մատթեոս 18-ի մեջ Հիսուս կխոսի շատ խիստ չոր խոսքով, cut and dry։ Եվ գսե եթե աչքդ քեզի մեղքի կդանի, անե եւ մեկ գոմն է։ Եթե ցերկդ քեզի մեղքի կդանի, ցերկդ կդրե, որովհետեւ ավելի լավ է որ թուն գես մարմինով երկինքի արքայություն մտնես, անգադար մարմինով երկինք մտնես, քան ամբողջ հոգիդ կորսնցնես։ Ուրեմն ինչու մեզ այս մեկը խոսի Աստված։ Աստված մեզ չի խոսիր մեր անդամները գդրելու մասին։ God doesn't mean for us to cut our members. No. Աստված գխոսի մեզի մեր կյանքի մեջ ամեն բադուհան եւ թուր, որ ինձի գդանի սխալին, ադոր հետ խիստ վարի, negotiation-ի մի մտներ։ Եթե քիրես որ այս ինչ բանը նայելով, այս դեղի երթալով, այս վարմունքը ունենալով, այս մարդուն հետ ժամանակ անցնելով, ես աստխալի մեջ պիտի ենամ, գդրի այդ գաբը։ Որովհետև եթե չնես այդ մեկը, ուշ կամ գանուղ ադիգը սկսի քեզի փոխել, դու չես սկար, բայց կփոխվիս։ Ամեն։ Okay։ Նայելով վերադառնալով Ղովդին բարասխանը նայեցեք ինչ եղավ։ Ղովդը նախ գուզեմ հասկանաք մեկ բան մռավ, Ղովդը լավ բան մռավ։ Հանկիստ էր, ինչքան ալ մեղքի քաղաք էր այդտեղը, նստած էր այս մարդը, դուն ուներ, դեղ ուներ։ He had the comfort of a culture, a city and a place to live. Հիմա Աստված հիմա աստեղեն դուրս պիտի ելես։ Այսինքն աբաշխարության մեջ Աստված իրեն աջաբարանք տվավ, urgency։ Ինչս էր գուզե, be quick to repent։ Այսինքն եւ որ Աստված քո սրտիդ վրա տնե բամը, որ սխալ է կյանքիդ մեջ, անմիջապես ադգե դուրս ուզե ելնել։ Մի քրգեր այսպես։ Եթե քիրես կյանքիդ մեջ մեղք մգա, եւ բոլորս ունենք, եթե քիրես այսպես բան մգա եւ Աստված քեզի խոսքով, քարոզով, կամ ինչ ցեվով Աստված քեզի հայտնեց, եթե հայտնեց, մի բռներ քո մեղքդ, շուտ ելիր անգե դուրս։ Որովհետեւ Ղովդ սկաց փերը որ եւ որ Ղովդ գուշանար, բռնեցին, քալի դուրս ելիր, զորով, ուժով դուրս հանեցին քաղաքեն։ Որովհետեւ շատ անգամ մենք չենք հասկանար ինչն է, ինչու համար հասկան կարևոր է ասի չեմ։ Ես օքեյ գսկամ հիմա։ Ինչու հասկան աջաբարան, ինչ կա այսքան։ Մարդիկ անգսեն որ ես հիմա պիտի ապրիմ վերջը ձերանամ գմոդենամ Աստուծո։ Եթե վաղը չունիս, եթե վաղը չի գա։ Հասկանանք այս մեկը լավ, որովհետև երբ որ Աստված հոգիդ մեջ տնե, աջաբարանքով բանեմը դուրս ելի։ Be quick to repent։ Ես գիշեմ ամեն անգամ որ Աստծո առջև 100% կեցած եմ, այսինքն ոչ գես միտք, եւ որ ասած եմ դեր ասկե դուրս կուզեմ ելնել, Աստծո օգնությունը եկած է։ Եվ որ գուքաս Աստծո առջև եւ գսես ես դգարեմ թուն քիրես իմ սիրտս գհասկնաս իմ դբադմությունս իմ դարիներու դժվարությունս դու ինձ գիտեդ կխոսիս։
հոն օծություն չի կար, հոն breakthrough, հոն քանթում չի կար բանդեջին։ Եվ որ գսես դեր ինչ որ է իմ կյանքիս մեջ, ինչքան ժամանակ ես հիմա հոսեմ եւ ինձ ըսիր եւ ես կվստահիմ քո խոսքը ավելի վեր է քան իմ սկացումներս, դու մի ապրիս այդ իրականությունը։ Դու մի ազատագրվիս։ Ինչ որ ըլա, անեցք մեղ գաբանք ինչ որ են։ Ամեն։ Okay։ Ուրեմն ասիցի ողորմությունը, որ Աստված ցույց տվավ, ազատեց քանթումեն, բայց grace, այսինքն շնորհքը նաև ոչ միայն ազատեց, իրեն զորություն տվավ, որ հերու երթա ատփանեն։ Grace finds you as you are, but doesn't leave you as such։ Շնորհքը արավ քեզ փոխելու համար։ From grace to grace, from glory to glory։ Աստված քո կյանքիդ մեջ չուզեր, որ դու մնաս նույնը քան երեք էիր։ Աստված գուզե, որ դու իրեն համար մեծ գործեր գարեն ասնել, եւ աստի քո վրա փեր չի տնել։ He doesn't burden you with it։ Գսե որ ես եմ քեզ փոխողը։ Ես քո մեջդ պիտի աշխատեմ, ես քեզ պիտի բարձրացնեմ, ես քեզ պիտի զորացնեմ։ Ադե Սուրբ Հոգին գործի իմ մեջս։ Փոխագերբվիլ։ Ամեն։ Ուրեմն բայց գուզեմ նայեք մեկ հատ Ղովդի մտածած ցևը։ Ղովդը Աբրահամի մեծ մտածող մեկը չէր։ Ղովդը փոքր մտածող մեկն էր։ He had a small mindset, defective mindset։ Ադրա մարդ դժվարություններ անցավ շատ։ Ղովդը նայեցեք ինչ ասավ 17-ին անցնենք։ Դասնուտը Ահա հիմա ծարատ քու արջևդ շնորհք կդավ I found grace in your eyes ասավ ու իմ կյանքս ազատելով ինձի մեծ բարի կրիր եւ չեմ գնար բայց չեմ գնար լերը փախչիլ չլա որ չարիք հասնի ինձի չեմ գնար լերը ելել շատ հերու է դժվար է ջամփան դժվարություն գլա գհոգնիմ տրաֆիկ գլա օտոն գզարնի ինձի միլիոն բաժար գա որ ինչու հերու է դժվար է չեմ գնար քու ուզածը տնել Բաժարներ դվավ Ղովդը Ահա այս քաղաքը որ հոս մոդիկ է որ բզդիկ է շնորհքր է հոն փախչիմ չէ որ անիգա բզդիկ է եւ իմ անձս ողջ կմնա քաղաքին անունը որ Զոար կգոչվեր անգլերենով բզդիկ ասել է իրեն պես բզդիկ ինքը Աստված իրեն գուզեր Դանիել զորացնել մեծ կորձեր ու Դանիել բայց ինքը որոշեց չէ քու ծրագիրը հարմար չէ ես հոս պիտի մնամ բզդիկ մտածեց փոքր մտածեց Չարդոնեց, որ Աստված ընե իրեն հետ ինչ-որ գուզեր ընել։ Իր վախերով որոշեց, և իր վախեր ավելի բարձր էին, քան ինչ-որ հրեշտակ իրեն գսեր։ Հրեշտակը սավ կնա, իգենար, մինչև ես քեզ իսեմ։ Սավ չէ, ես չեմ գրնար։ Ինքը Աստծո սորվեցուց, որ ինքը չի գրնար։ He settled halfway, այսինքն մեկ գես ճամփան գեցավ։ Իսկ Բողոսին նպատակը ինչ էր, գսե, որ ես գիտեմ կյանքս պիտի վերջանա, ավելի գաճաբարեմ, որ ընեմ այն գործը, որ Աստված ինձ կանչեց։ Ինչպես ասենք Փիլիպպեցիս 1, Philippians 1:6 առաջին համարը, ան որ ծեր մեջ սկսավ այս գործը, լավ գիտե եւ կարող է ավարտին հասցնել, այսինքն ամփոփչացնել մինչեւ Քրիստոս երկրորդ գալուստը։ Ես անելիք ունիմ։ Ես չորոշեմ երբ վերջացավ, ինք տող որոշե։ Ամեն։ Ուրեմն Ղովդին գինը գսե 26-ը, but Lot's wife looked back and she became a pillar of salt։ Գսե գինը երև դարձավ եւ աղի արցան դարձավ։ Գսենք ձանր խոսքեր են, ինչ դժվար պատմություն է, բայց իրականության մեջ այս մեկը ճշմարտություն է։ Չես գնար երկու դերերու ծարայել։ Երբ որ սկսես գենալ, ինչպես Ղովդինսին մի գենար, մի տանտաղիր, քնա մինչև եւ որ սկսես այսպես գենալ, գանք առնել, այդ նշան է, որ դու սկսես Աստուծո մեհերանալ եւ սկսի քու ուզածներդ ավելի բարձր խոսիլ, քան ինչ որ Աստված գսե քեզի։ Եվ անմիջապես մարմինդ պիտի ուզե եդ երթալ, ինչքանալ վատ դեղեր, ինչքանալ քեշ դեղեր յետևը, ինք հանգիստ էր հոն։ Իսրայելի ժողովուրդը նույնը հրավանաբադի մեջ ասավ, հոն չուր ունեինք, հոն հաց ունեինք, բայց հոն իրենք ձեծ գուդեին, հոն իրենց զանր կորձեր գուդային, հոն չէին վճարեր, հոն զարային, they were slaves over there։ Բայց մենք հոն լավ էինք կսեն։ Մեզի հոսպերիր, որ մենք մեռնինք, բայց Աստված իրենց համար երգիր մը խոստացած էր։ Ջամփամը գար, Ղովդինալ նույն պատմությունը։ 40 տարի ինձ զզվեցուցին ասավ Աստվածանաբադի մեջ։ Ամեն անգամ հոն երտանք, ամեն անգամ եդ հոն երտանք։ Չէ՞։ Եվ գսե այս աղի արցանի պատմությունը քարանալու օրինակ է։ It's a sign of death but also stagnation։ Չես կնալ սադիսպես երկու դերերու ծարայել։ Քու մարմինի ցայնը միշտ պիտի գրվի։ Ասի սիրեմ ցեզի, բայց գուզեմ հիշեցնել անգամը բադվելինսի որ այս նյութի մեջ շատ կչարչարվիմ, ամեն անգամ գորոշեմ, Աստուծո արչև ուխտ գնեմ եւ չեմ հաջողիր։ Every time I promise and I fail։ Եվ ինձ ասավ գեզի լավ լուր մը դամ, զգարցի շատ լավ լուր մը պիտի դա ինձի։ Սավ մարմինդ քեզի միշտ պիտի երթանք մեղքի մեջ։ Ինչ տեսակ լավ լուր է ասիգա։ Ասա որ մեջի սխալ չաղոտ է սավ։
Դու մարմինդ քու ոտքի տակ պիտի բայես, այսինքն դուն պիտի որոշես հոգիով առաջնորդվել։ Եվ հոն պիտի տեսնես, որ Սուրբ Ոգին կօգնի քեզի։ Բայց դու պիտի որոշես, որ ես քու գտեմ։ Հասկացաք լավ լուրը ինչ է։ Քու մարմինը տալ նույն ցևով, քեզի միշտ պիտի դանի սխալ ջամփան, բնական է, որ մարմինը դգար է, բայց դու ես որ պիտի ասես, ես հոս եմ հայր, քեզի պիտի հետևեմ։ Եվ այդ վիճակով դու պիտի հաղթես, որովհետև այդ առաջ ժամանակը դու մինագը չես։ Քիծիր որ Սուրբ Ոգին քու մեջ ճիշտ ադոր համար գաշխարի։ Այբենդ վեր գնա վրա հրամել։ Աստված գուզե քեզի դալ, ինչ որ դու չես կնար երևակայել։ Գսե no eye has seen, no ear has heard, but God has prepared for those who love him։ Ոչ մեկ միտք կրնա հասկանալ, ոչ մեկ աչք կրնա տեսնել, ինչ որ Աստված պատրաստած է զինք սիրողներուն։ Որ դունես, ես եմ։ Եվ ես որ կփռնվիմ եւ կքալեմ իր յետևեն, անպայման ես պիտի ունենամ այն բանը, որ Աստված ինձ խոստացած է։ Ամեն։ Չկա այդպես բան, որ Աստված մեկում ավելի կսիրե, չկա դրանք բան։ Որ Աստված մեկում ավելի կնդրե, չէ։ Բոլորդ ունեցաք բարգև, all of you received gifts from the Lord. Աստվածաշունչը գսե he gave Ephesians 4, Եփեսացիս 4, Աստված տվավ բարգևներ ճիշտ այն չափով, որ Քրիստոս փափակեցավ, քեզի եւ ինձի։ Ամեն։ Եք ոտքի կանգնենք։ Եվ վազենք դեպի ներկայությունը, դեպի նպատակագետը եւ ջանցիր, որ նախ առաջին բանը, որ գուզեմ ջանչնաս, ու արժեքը թե Ուզեմ հասկանաս, որ դու Աստծո առջև արժեք ունես։ Եթե Աստված քեզ փրկեց անցյալեն, if God saved you from the past, ասել Աստված քեզ սիրեց եւ արժանի դեսավ, ողորմելու քեզի։ He showed you mercy։ Եվ ողորմություն տալով նաեւ քեզի շնորհքով զորացուց, որովհետեւ դու գարենաս նել ինչ որ քեզի գանչեցնելու։ Աստված անարտար չէ, որ քու վրա փերթնե։ Ամեն։ Եթե հոգնած ես սկսեք Հիսուս, եկուր ինձի գսե, եւ ես քեզի իմ լուծը ստամ։ Բայց իմ լուծը շատ հեշտ է, թեթև է։ Քու շալգածը շատ ավելի է, քան այն ինչ որ ես քեզ պիտի տամ։ Դու պիտի փերես իրեն քու դժվարությունդ, քու անցյալի դժվարությունդ, հիվանդությունդ, դխրությունը, depression-ը, ինչ որ է, եւ փերես իրեն, եւ ինքը պիտի ասե ար իմ հոգիս, ար իմ նկարակիրս, ար իմ զորությունս եւ վազե։ Ամեն։